Խաղաղության օրակարգ նշանակում է նաև գործընթաց, որի ընթացքում պետք է չեզոքացվեն խաղաղությանը սպառնալիքները, ճիշտ է, արտաքին եւ ներքին։ Մեր թիվ 1 ներքին սպառնալիքը դա Պուտինի ընդդիմություն լինելն է Հայաստանում, որովհետեւ նրանք ինչ են անում, առաջին հերթին այո թիրախավորում են խաղաղությունը։ Հայաստանը կրկնում եմ պարտություն է կրել 20 թվականին եւ հիմա քայլեր է անում, փորձում անել, որպեսզի այդ պարտության բեռը թոթափի իրենից։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ Հայաստանը մնա այդ պարտության տակ։ Սա է նրանց ամբողջ գործունեության կռեդոն։ Հիմա հարց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Սա ընդունելի ելք է այս ընտրություններին, թե ոչ։ Ուրեմն Պուտին մեզ վրա Պուտին բերողներին, այս Ռոբերտ Քոչարյաններին ոչ մի ձայն, կրկնում եմ, ոչ մի ձայն, բայց դա էլ բավարար չէ։ 21 թվականին մենք տեսանք մի պատվից հեռու մի պատիվ ունեմ մի խմբակ, որը այո, հայ ժողովուրդը նրան ձայն չտվեց, բայց նա մտավ պարլամենտ, այսպես ասենք, օրենքի ուժով։ Հիմա պետք է այդ հնարավորությունն էլ չլինի։ Ահա թե ինչու նրանք պետք է նաև մեր քաղաքացիները քվետան ընդդիմությանը, որը իրենց հարկերի հաշվին կծառայի Հայաստանի Հանրապետությանը եւ կընդդիմախոսի կառավարությանը